Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Նանի Ստեփանյանն եմ, կարևորի մասին նախամարոտ։ Այս տարի եւս հայկական պատվիրակությունը կմասնակցի Թուրքիայի Անտալիա քաղաքում ապրիլի 11-ից 13-ն անցկացվելիք դիվանագիտական ֆորումին։ Միջոցառմանը մասնակցելու են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ ազգային ժողովի փոխնախագահ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Ռուսաստանը հետևում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, անդրադառնալով Երևանի եւ Բաքվի սահմանային լարվածության մասին հայտարարություններին, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ բոլոր անհրաժեշտ հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հարցում Ալիևն առաջին անգամ խոսել է Էքսյուպերի փոքրիկ իշխանի գաղափարախոսությամբ։ Խաղաղության եւ ինտեգրման հարցում փոքր քայլերով առաջ գնալու մասին նա հայտարարել է օկուպացված Ստեփանակերտում դեպի նոր աշխարհակարգ թեմայով համաժողովում։ 2024 թվականին տեղի ունեցած պատահարների հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել 6116-ը։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում թեմայով։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստան խմբակցության падգամավոր Թադևոս Ավետիսյանի հեղինակած Հայաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հայաստանի կառավարությունը դեմ է արտահայտվել ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը։ Այս եւ մյուս նորություններին ծանոթացեք մեր հիմնական թողարկմանը Free News-ի եթերում։ Այս տարի եւս հայկական պատվիրակությունը կմասնակցի Թուրքիայի Անտալիա քաղաքում ապրիլի 11-ից 13-ն անցկացվելիք դիվանագիտական ֆորումին։ Միջոցառմանը մասնակցելու են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ ազգային ժողովի փոխնախագահ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Ադրբեջանական կողմը ավելի մեծ պատվիրակությամբ է մասնակցելու համաժողովին։ Ֆորումի մասնակիցների ցանկում ներառված են Ադրբեջանի նախագահ Ալիևը, նրա կինը Օկնական Հաջիևը, հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, պաշտպանության նախարար Հասանովը, այլ նախարարներ ու պաշտոնյաներ։ Նշենք, որ այս ֆորումին մասնակցելու է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ապրիլի 9-ից 10-ը Հայաստանի եւ Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները անցկացնելու են համատեղ զորավարժություն։ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, իսկ Իրանի զինված ուժերի ստորաբաժանումը Իրանի տարածքում։ Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։ Միացյալ Նահանգների կոնգրեսի 25 անդամներից բաղկացած հայկական հարցերով հանձնախումբը երկկուսակցական ազդեցիկ նամակ է ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին եւ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուորցին, պահանջելով նպաստել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը եւ Հարավային Կովկասում ամերիկյան ներգրավվածության ընդլայնման շրջանակում ամրապնդել Միացյալ Նահանգների քաղաքականությունը, պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Նամակը կոչ է անում ամերիկյան ղեկավարությանը վճռական ներգրավվածություն ունենալ, դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան, նաև նպաստել հայ գերիների ազատ արձակմանը։ Ռուսաստանը հետևում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, անդրադառնալով Երևանի եւ Բաքվի սահմանային լարվածության մասին հայտարարություններին, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ բոլոր անհրաժեշտ հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական դիվանագիտական ճանապարհով, ապա հավելել Ռուսաստանի Դաշնությունը նախկինի պես պատրաստ է աջակցել գործընկերներին հաղթահարելու հակամարտությունները խաղաղության պայմանագրի ստորագրման, նաև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանի ապառազմականացման, հումանիտար հարցերի լուծման հարցում, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։ Սյունիքի սահմանային գյուղերում երրորդ շաբաթն անընդմեջ կրակոցների մասին հաղորդագրություններից հետո երեկ էլ Գեղարքունիքի Վարդենիս համայնքից հաստատեցին, որ վերջին մի քանի օրերին կրկին ադրբեջանական զինուժն ակտիվացել է։ Համայնքի կազմում ընդգրկված Կութի վարչական շրջանի ղեկավար Գրիգոր Ավագյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ միայն ձայներ են լսվում։ 2 օր առաջ էլ կրակոցները լսելի են եղել Տավուշի մարզի սահմանային Մովսես գյուղում, որի վարչական շրջանի ղեկավար Արմեն Փոլադյանը ևս լրատվամիջոցներին հայտնել է, որ կրակոցներն անհայտ
ուղղությամբ են եղել, վնասներ չկան։ Արդեն 20 օր է կրակոցները լսվում են Սյունիքի մարզի 2 սահմանային Խնածախ եւ Խոզնավար գյուղերում։ Օրեր առաջ, մարտի 31-ին Խնածախում կրակոցներից բնակելի տներից մեկի պատուհանն ու պատն էր վնասվել։ Պաշտպանության նախարարությունը եւս հայտարարել էր Սյունիքում կրակոցների մասին։ Ռազմական կառույցից հիմնավորում են, հաղորդում են այն խախտումները, որոնք Հայաստանի տարածքի ուղղությամբ են, նպատակային ու թիրախային են։ Չնայած կրակում են ադրբեջանական կողմում, սակայն պարբերաբար Հայաստանին են մեղադրում իրենց դիրքերը թիրախավորելու համար։ Անցած շաբաթավերջին էլ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն անդրադառնալով իբրև ադրբեջանական դիրքերի կանոնավոր գնդակոծություններին, զինվորականներին հանձնարարել էր պատրաստ լինել ցանկացած սադրանքի օպերատիվ արձագանքելու համար։ Բաքուն կրկին հաղորդել է, թե ապրիլի 8-ին ժամը 19:20-ից մինչև 22:30 ընկած հատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Վարդենիսի եւ Վերին շորժայի դիրքերից կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության գերատեսչությունն էլ արձագանքել է։ Բաքվի պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Մենք եւս մեկ անգամ ընդգծում ենք, որ պատրաստ ենք հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ադրբեջանական կողմն իբրև պատասխան միջոցներ է ձեռնարկել։ Պաշտոնական Մոսկվան էլ իր հերթին Բաքվին եւ Երևանին կոչ է անում զսպվածություն դրսեւորել եւ քայլեր ձեռնարկել սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով իրենք հետևում են հայ-ադրբեջանական սահմանային գոտու իրավիճակին։ Վերահաստատում ենք մեր կոչը Բաքվին եւ Երևանին զսպվածություն դրսեւորել, քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար եւ խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը։ Մոսկվան պատրաստ է օգնել իր գործընկերներին հաղթահարելու հակասությունները, խաղաղության համաձայնագիրը ստորագրելու, նաեւ տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի զատման հարցում հումանիտար հարցերը լուծելու համար։ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն։ Մարիա Զախարովան անդրադարձել է նաև Սյունիքի մարզում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության բացմանը։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող հարավային մարզում Ռուսաստանի Դաշնության ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի եւ ընդհանրապես ամբողջ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով հարցը քննարկվել է Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման, նաեւ քաղաքական խորհրդակցությունների ընթացքում։ Նա նշել է, որ մայիսին արդեն հստակություն կլինի հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հարցում Ալիևը առաջին անգամ խոսել է Էքզյուպերիի փոքրիկ իշխանի գաղափարախոսությամբ։ Խաղաղության եւ ինտեգրման հարցում փոքր քայլերով առաջ գնալու մասին նա հայտարարել է օկուպացված Ստեփանակերտում դեպի նոր աշխարհակարգ թեմայով համաժողովում։ Խաղաղության մասին Ալիևի նոր ելույթի վերաբերյալ փաստերը կհամադրի իմ գործընկեր Այդա Կիրակոսյանը։ Այդա, նոր երանգներ կան Ալիևի խոսույթում։ Ընդհանրապես փոքրիկ քայլերի արվեստը բոլոր գործընթացներում բավականին արդյունավետ ու ձեռնտու է եւ հատկապես այս պարագայում, երբ կոպիտ ասած մեծ լոնքերով այսպես թե այնպես առաջ գնալ չենք կարող, իսկապես պիտի սկսենք շատ մանր քայլերից եւ հենց սա է այն նոր երանգավորումը, որ նկատում ենք Ալիևյան խոսույթում եւ ռետորաբանությունում։ Ստեփանակերտի ելույթում ի զարման բոլորիս իսկապես փոքրիկ հնչերանք կար, նրբերանք կար, նոր իմաստով, այն իմաստով, որ ինձ թվում է ոչ մեկս էլ չի հիշի, որ Ալիևը երբևէ խաղաղության մասին ինչ-որ դետալային բաներ կասեր։ Ընդհանուր եղել է, որ այո, մենք պատրաստ ենք խաղաղության եւ գնում ենք խաղաղության, բայց այդ թե ինչպես է դա պատկերացնում, դրանից հետոն ինչպիսին պիտի լինի, առաջին անգամ է, որ փոքրիկ դետալներ նկատում ենք նրա հայտարարություններում։
Հիմա բնականաբար հեքիաթասացությամբ չեմ զբաղվելու եւ չենք կտրվելու իրականությունից, բայց արի շեշտադրենք, թե ինչ նոր երանգներ են եղել եւ ինչի վրա ինքը անձամբ շեշտը դրել։ Հայկական կողմն ասում է, որ խաղաղության համաձայնագրի կետերը համաձայնեցրել են փաստացի եւ սպասում են Բաքվի պատասխանին, որպեսզի որոշեն տեղը եւ ժամը ստորագրման։ Ի պատասխան Բաքվից հնչում է այսպիսի տեսակետ, Ալիևն անձամբ կարծում է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման գնդակը ոչ թե իրենց, այլ Հայաստանի դաշտում է եւ հիմա պարզապես ստորագրման համար հարկավոր է, որ Հայաստանը կատարի իրենց պահանջը սահմանադրության վերաբերյալ։ Այս ընթացքում մենք տեսնում ենք այս կետը բավարարելու համար ինչպես է փորձում ժամանակ շահել Ալիևը, դա նկատվում է բնականաբար հրադադարի ռեժիմը, այսպես ասած, ինչպես իրենք են պնդում խախտելու իմաստով, որ անընդհատ մեղադրում են, թե հայկական կողմից թիրախավորել են իրենց դիրքերը եւ իրենք էլ պատասխան հարված են տվել, բնականաբար հայկական կողմը հերքում է ամեն օր մի քանի անգամ նույնիսկ այդ լուրը։ Ամեն դեպքում սա կարծես թե իսկապես ժամանակ շահելու համար է արվում եւ այդ ընթացքում նրանք բարբերաբար հիշեցնում են, որ մենք պետք է փոփոխություն կատարենք սահմանադրության հարցում։ Եվ երբ բավարարվի այդ նախապայմանը եւ սակարկման այդ գինը կվճարի Հայաստանը, այդ ժամանակ, ինչպես նշել է Ալիևը, այլևս հարավային Կովկասում որևէ խոչընդոտ չի լինի խաղաղության իմաստով։ Իդեպ առանց փակագծեր բացելու փոքրիկ քայլերի մասին Ալիևը փոքրիկ գաղտնազերծում է արել։ Ասում է, որ մեր վրաց գործընկերները Հայաստանին եւ Ադրբեջանին նախաձեռնություն են առաջարկել երկխոսության գնալու եւ ըստ Ալիևի Ադրբեջանն արդեն ընդունել է այդ առաջարկը եւ սպասում է Երևանի պատասխանին։ Եթե մանրամասն խոսենք դրա մասին եւ մեջբերենք նրա փոքրիկ գաղտնազերծումը, ապա խոսքը վերաբերում է հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցելություններին Հայաստան եւ Ադրբեջան, փոխադարձաբար կարծում եմ, եւ անդրսահմանային գետերի թեմայով երկու երկրների համատեղ քննարկումներին։ Այսինքն մեկնարկային կետը Ալիևի սա է, որը առաջարկվել է Վրաստանի կողմից եւ իրենք սպասում են Երևանի արձագանքին։ Սրա մասին եւ այս հայտարարությանը դեռ հայկական կողմից արձագանք չկա։ Ինչ կլինի հետո։ Հետոյի մասին եւս առաջին անգամ է, որ Ալիևը մի քիչ դետալային է խոսել, ոչ թե այդքան ընդհանրական եւ լղոզած, եւ իսկապես իրատեսության սահմանում է խոսել, ինչպես մենք, այդպես էլ իրենք Ալիևի գլխավորությամբ կարծում են, որ թղթի վրա գրված խաղաղություն բառը եւ խաղաղություն թեզը շատ արագ չի դառնալու իրականություն եւ դրա համար շատ մեծ ջանքեր եւ դեռ երկար ժամանակ է պահանջվում, մեջբերեմ ես նրա խոսքը։ Իրատեսներ լինելով մենք չենք կարող պատկերացնել, որ անմիջապես կդառնանք բարեկամ Հայաստանի հետ։ Բոլորս էլ ընդունում ենք տարիներ շարունակ եղած թշնամանքը եւ հատկապես 2020 թվականի պատերազմը արդեն խոսում է այն մասին, որ չի կարող միանգամից բարեկամություն լինել, ինչը ընդունում են նաեւ իրենք։ Դա իրական չէ։ Եվ անգամ խոսել ինչ-որ տնտեսական ինտեգրման մասին վաղաժամ է, բայց մենք պատրաստ ենք այն բանին, որպեսզի սկսենք ոչ մեծ քայլեր անել վստահության ամրապնդման հարցում։ Բացի այս, որոնք էին Ալիևի ելույթի մյուս կարևոր շեշտադրումները։ Առաջին մասում նոր երանգների մասին խոսեցինք, որոնք փոքրիկ դրական միտումներ են ենթադրում, բայց հաշվի առնելով այս բոլոր շեշտադրումները, ես նորից կրկնեմ, որ մենք չպիտի կտրվենք իրականությունից, որովհետև Ադրբեջանը առնվազն այդ հարևանը չէ, որի ուղղակի հայտարարություններին պետք է հավատալ։ Եվ իհարկե, մի քանի այլ շեշտադրում եւս առանձնացրել եմ, որտեղ այդքան մեծ նորություններ չեն լինի մեզ համար։ Ալիևն ասում է, որ իրենք վերականգնել են իրենց տարածքային ամբողջականությունը եւ այդպիսով փակել Արցախի թեման։ Բայց իրենք հանգիստ չեն, այսպես ասած, քանի որ Հայաստանից միևնույնն է սպասում են դեռ ինչ-որ հարձակողական գործողությունների եւ ասեմ ավելին, Ալիևը կարծում է, որ բանակցվող խաղաղությունը անկեղծ չէ Հայաստանի կողմից։ Նրանք կարծում են, որ այդ խաղաղասիրական թեզերի տակ դեռ ինչ-որ սպառնալիք կա։ Դե բնականաբար դա կապելով արդեն մեր սահմանադրության մեջ իրենց մտահոգող հարցին եւ նաեւ Ալիևի ամենացավոտ թեման Հայաստանի ռազմականացումն է, սպառազինության ձեռքբերումը եւ ցանկացած ռազմավարական գործակցություն այլ երրորդ կողմի հետ, այո, եւ երրորդ երկրի հետ։ Եվ այս կոնտեքստում իսկապես Ալիևը չի մարսում հատկապես արևմուտքի հետ մեր տարբեր գործակցություններ, որոնց անդրադարձել է իդեպ, խոսել է եւ դժգոհություն
ողջունություն է հայտնել անցյալ տարի ապրիլի 5-ին կայացած Հայաստանի Հանրապետություն, Եվրամիություն եւ Միացյալ Նահանգներ հանդիպումից չի մարսել այս հանդիպումը, հետո ընդգծել է, որ նման հանդիպում չի եղել ոչ միայն հետխորհրդային որևէ պետության հետ, այլև աշխարհում որևէ երկրի հետ։ Դա իրեն շատ մտահոգում է, իսկ մենք բնականաբար ուրախությամբ ենք լցված այդ առիթով, որ այդ ձևաչափով հանդիպում եղել է։ Ալիևին մտահոգում է նաև Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, պիտի մեջբերեմ իր ելույթից մի հատված։ Մեկ այլ կարևոր նշաձող է Էնթոնի Բլինքենի օրոք ռազմավարական գործընկերության հռչակագիրը, որը ստորագրվեց Թրամփի պաշտոնը ստանձնելուց 5 օր առաջ։ Գողերի նման ստորագրեցին, մինչև նոր թիմը գալիս էր։ Սա եւս մեկ հակաադրբեջանական քայլ էր պարոն Բլինքենի կողմից, հայտարարել է Ալիևը։ Իդեպ կոնտեքստից դուրս միայն նշեմ, որ Ալիևը Միացյալ Նահանգների նոր վարչակազմից էլ այնքան գող չէ եւ մի ամբողջ հատված էլ ելույթի նվիրել է նրանց, պարզապես հիմա դրան մանրամասնորեն չենք անդրադառնա, որովհետեւ մեր թեման նրա խոսույթի նոր երանգներն էին, որոնց մասին արդեն խոսեցինք։ Շնորհակալություն հանգամանալից վերլուծության համար, իսկ մենք շարունակում ենք թողարկումը։ Չինաստանը հերքել է պաշտոնական Կիևի մեղադրանքները, հայտարարելով, որ իր զինվորականներին Ուկրաինայի դեմ պատերազմելու չի ուղարկել։ Չինաստանի կառավարությունն իր քաղաքացիներից միշտ պահանջել է հեռու մնալ զինված հակամարտության գոտուց, Ուկրաինայից խուսափել ցանկացած ձևի ներգրավվածությունից, մասնավորապես զերծ մնալ որևէ կողմից ռազմական գործողություններին մասնակցելուց, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը։ Երկուշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պնդել է, որ ուկրաինական զորքերը Չինաստանի 2 քաղաքացու են գերեվարել, որոնք մասնակցում էին ռուսական զորքի ռազմական գործողություններին։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին ծանոթացեք տեսաշարով։ Ուկրաինայի նախագահը պնդում է, որ երկրի արևելքում Ռուսաստանի կողմից նաև չինացիներ են կռվում Վոլոդիմիր Զելենսկու խոսքով օրերս ուկրաինացի զինվորականները 2 չինացի զինվորականի են գերեվարել։ Նրա խոսքով այդպիսով Չինաստանը դարձել է երրորդ պետությունը Իրանից եւ Հյուսիսային Կորեայից հետո, որն անթափույց աջակցություն է ցուցաբերում Մոսկվային։ Կարծում եմ, որ այսօրվա նորություններից հետո ամերիկացիները պետք է փոխեն Ուկրաինայի հանդեպ իրենց մոտեցումները, հավելել է Զելենսկին։ Վաշինգտոնն անհանգստացած է Ուկրաինայում ռազմական գործողություններին Ռուսաստանի կողմից չինացիների մասնակցության մասին հաղորդումներով հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Այս պատերազմում Չինաստանը Ռուսաստանի հիմնական հանցակիցն է։ Չինաստանը մատակարարում է երկակի նշանակության ապրանքների գրեթե 80%-ը, որոնք Ռուսաստանին հարկավոր են պատերազմը շարունակելու համար, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թեմի Բրյուսը, շեշտելով, որ այս երկու միջուկային ընկերությունների միջև գործակցության շարունակությունը միայն կխորացնի միջազգային անկայունությունը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են մեկը մյուսի տարածքին զանգվածային հարվածներ հասցնելու մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի լույսին գիշերը եւ նախորդող երեկոյան երկրի 10 տարածաշրջաններում, նաեւ Ղրիմում խոցվել է ուկրաինական 158 անօդաչու թռչող սարք։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն Կրասնոդարի երկրամասում եւ Ռոստովի մարզում ռուսական ուժերը փորձացել եւ ոչնչացրել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները։ Ժամանակավորապես փակվել են Վլադիկավկազի եւ Գրոզնիի օդանավակայանները, ուկրաինական իշխանություններն իրենց հայտնել են ռուսական ԱԹՍ-ների զանգվածային գրոհի մասին։ Հարվածների են ենթարկվել Դնեպրի, Խարկովի, Սումիի, Խերսոնի մարզերը, նաև այլ շրջաններ։ BBC ռուսական ծառայության հաղորդմամբ Դնեպրում ռուսական ուժերի հարվածների հետևանքով վիրավորվել է 14 մարդ, հարվածի տակ են հայտնվել բազմաբնակարան շենքեր, կոտրվել է առնվազն 200 ապակի։ Խարկովում վիրավորվել է 2 մարդ, քաղաքի 3 շրջաններում հրդեհներ են բռնկվել։ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Պանամայի ջրանցքը Չինաստանի շարունակական սպառնալիքների առջև է կանգնած, սակայն նահանգները եւ Պանաման միասին կապահովեն դրա անվտանգությունը։ Հեքսեթի խոսքերը բուրըն արձագանք են առաջացրել Չինաստանում, կառավարությունից հայտարարել են, թե հարց է ով է իրական սպառնալիքը ջրանցքի համար։ Մարդիկ իրենք կդատեն։ Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի հետ հանդիպումից հետո Հեքսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Չինաստանին կամ որևէ այլ երկրին վտանգել ջրանցքի գործունեությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է ստիպել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին չեղարկել նոր մաքսատուրքեր սահմանելու իր որոշումը։ Մակրոնը նշել է նաև, որ Եվրոպան երբեք քաոս չի ցանկացել։ Ապրիլի 2-ին Թրամփը գործադիր հրաման է ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին, որպեսզի դեֆիցիտի փոխարեն մնացորդ լինի։
Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիք է փլուզվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 79 մարդ, ավելի քան 155 մարդ վիրավորվել է Սանտո Դոմինգոյի անկախության պողոտայում գտնվող Jet Set գիշերային ակումբի տանիքը մասամբ փլուզվել է ապրիլի 7 երեկոյան։ Ակումբում տեղի էր ունենում հայտնի երգիչ Ռուբի Պերեսի համերգը, որը նույնպես զոհերի թվում է։ Միջոցառմանը ներկա էին քաղաքական գործիչներ, մարզիկներ եւ այլ հայտնի դեմքեր, զոհերի թվում են նաեւ նահանգապետներից մեկը եւ հայտնի բեյսբոլիստներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական օդանավերն ապրիլի 8-ի երեկոյան ավիաարվածներ են հասցրել Եմենի Հոդեյդայի նահանգի Մուգբիլ քաղաքի բնակելի թաղամասին, որի հետևանքով առողջապահության նախարարության տեղեկություններով զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորվել է եւս 16 մարդ, այդ թվում կանայք ու երեխաներ։ Զգալի վնաս է հասցվել բնակելի տներին, ԱՄՆ-ն նաեւ օդային մի քանի հարվածներ է հասցրել Եմենի տարբեր շրջանների կապի ցանցերին, նաեւ թիրախավորել Դամար քաղաքից արևմուտք գտնվող մի շարք ֆերմաներ, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել։ ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր ամենօրյա հարձակումներ է իրականացնում Եմենի վրա։ Շարունակում ենք թողարկումը ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում թեմայով։ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ պատահարների պատճառները ընդգրկում են ինչպես ոլորտի կառավարման ու ենթակառուցվածքային բացերը, այնպես էլ երթևեկության մասնակիցների անբավարար տեղեկացվածությունն ու պատասխանատվության պակասը։ Իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատուրյանը ներկայացրել է ճանապարհային պատահարների վիճակագրությունը, նշել, որ 2024 թվականին տեղի ունեցած պատահարների հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել 6116-ը։ Հրապարակված համաշխարհային վիճակագրության տվյալների համաձայն տարեկան տրանսպորտային պատահարների զոհ է դառնում 1.2 միլիոն մարդ, իսկ վրաերթերի թիվը հասնում է 50 միլիոնի։ Այս մասին ազգային ժողովում հրավիրված ճանապարհատրանսպորտային երթևեկության հիմնախնդիրներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ավելացնելով, որ Հայաստանում տարեկան կտրվածքով յուրաքանչյուր օր ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դառնում միջինը 1 մարդ, վիրավորվում 16-ը։ Չնայած ենթակառուցվածքների եւ երթևեկության կառավարման բարելավման ուղղված միջոցառումներին, արդյունքները, ինչպես տեսնում ենք, բավարար չեն եւ մեզ դեռևս չի հաջողվել առավելագույնս չեզոքացնել բացասական հետևանքները։ Պատահարների նպաստող գործոնները տարաբնույթ են, ներառյալ ոլորտի կառավարման եւ ենթակառուցվածքային խնդիրները, տրանսպորտային միջոցների թվի աննախադեպ աճը, երթևեկության մասնակիցների ոչ բանիմաց լինելն ու երթևեկության կանոնները չպահպանելը, հանրակրթության ոլորտում առկա բացերը, երթևեկության մասնակիցների գիտակցության բարձրացման եւ քաղաքացիական պատասխանատվության խթանման ուղղությամբ ոչ բավարար աշխատանքները եւ շատ այլ գործոններ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի ներկայացմամբ 2024 թվականին տեղի ունեցել զոհերով կամ վիրավորներով 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել 6116-ը։ Միայն 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է 988 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով գրանցվել են 60 զոհ եւ 1391 վիրավոր։ Արմեն Խաչատրյանի խոսքով, եթե շատ կոպիտ վիճակագրություն ներկայացնեն, կստացվի, որ 10 տարվա ընթացքում խաղաղ պայմաններում 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում ունենում ենք 3600-ից ավելի զոհ, մոտ 70000 վիրավոր։ Եվ չպետք է մոռանալ, որ այդ վիրավորներից 2000-ից 3000-ը ձեռք են բերում ՑՄՀ հաշմանդամություն։ Նա կարծում է, որ սա ցույց է, որ ճանապարհատրանսպորտային երթևեկության անվտանգության ոլորտը Հայաստանում պետք է ունենա միասնական ռազմավարություն եւ համակարգված կառավարում։ Նրա խոսքով ոլորտում գոյություն ունեցող հիմնախնդիրներից մեկը պետական տարբեր կառույցների միջև գործողությունների սինխրոնության եւ միասնականության բացակայությունն է։ Օրինակ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը առանձին է իրականացնում քաղաքականություն, մշակում եւ նաեւ միջոցառումներ իրականացնում։ Ներքին գործերի նախարարությունը առանձին է մշակում եւ իրագործում քաղաքականություն այս ոլորտում։ Տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես մշակում եւ իրագործում են առանձին քաղաքականություն եւ կարելի է արդարեցիորեն ենթադրել, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտը կարիք ունի միասնական կառավարման։ Ըստ պատգամավորի Պարեկային ոստիկանության ստեղծումը ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում կարևոր ինստիտուցիոնալ փոփոխություն էր, որն էական ազդեցություն ունեցավ ոչ միայն երթևեկության վերահսկման, այլև հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման վրա։ Նրա խոսքով Պարեկային ծառայության ներդրմամբ նոր մոտեցում ձևավորվեց ոչ միայն ճանապարհային իրավախախտումների արձանագրման, այլև հանցավորության դեմ պայքարի հարցում։
Միայն 2024 թվականին տարեկային ոստիկանության կողմից հայտնաբերվել է ավելի քան 4000 հանցագործության դեպք։ Սա միայն հանցագործությունների մասին ես չեմ նշում իրավախախտումները ճանապարհային երթևեկության կանոնների, որոնք մի քանի 100,000-ի են հասնում։ 4000 հանցագործության դեպքից 1811-ը եղել է թմրամիջոցների բացահայտում։ 1811 թիվը երբևէ ամբողջ ոստիկանությունը գուցե մի տարվա աշխատանքի արդյունքում այսքան թմրամիջոցների բացահայտում չի ունենում, ինչքան մենակ բարեկային ոստիկանությունը մեկ տարվա ընթացքում։ Հայաստանի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն էլ ասաց, որ եթե համեմատենք 2024 եւ 15 թվականներին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների եւ նույն թվականներին Հայաստանում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակական ցուցանիշները, ապա պարզ է դառնում, որ 2015-ի համեմատությամբ 2024-ին Հայաստանում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակն ավելացել է մոտ 400,000-ով կամ 73.7%-ով։ Նա նշեց, որ 2015-ի համեմատ 2024-ին Հայաստանում արձանագրված տրանսպորտային պատահարների թիվն ավելացել է 915-ով կամ 26.9%-ով։ Արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառները եղել են վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները 2894 ճանապարհատրանսպորտային պատահար, ընդհանուր 67%, 249 զոհ, 4371 վիրավոր, որոնց շարքում առավել մեծ թվով խախտումներ են արագության սահմանված ռեժիմի խախտումը, վազանցի կանոնների խախտումը, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, երթևեկության գոտիների վերադասավորման կանոնների խախտումը, խաչմերուկների անցման կանոնների խախտումը, տրանսպորտային միջոցների միջև անվտանգ միջտարածքային կանոնները չպահպանելը, ոչ սթափ վիճակում վարել։ Ոստիկանապետը հավելեց, որ կյանքեր արժեցող ամենօրյա այդ խախտումները բարեկային ծառայողների ուշադրության կենտրոնում են, բայց այստեղ մեկ այլ խնդիր էլ կա, ճանապարհներն անհրաժեշտ կահավորում չունեն։ Ոչ սթափ վիճակում վարելը 2023 թվականին 15179 դեպք, 2024 թվականին 20218, 5039-ով ավելի արձանագրում։ Հանդիպակաց գոտի դուրս գալը 2023 թվականին 2247, 2024 թվականին 2039։ Անդրադառնալով ճանապարհների կահավորանքին, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էլ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարից հետաքրքրվեց, թե դրանք ինչ ազդեցություն ունեն վթարների վրա, հատկապես այն դեպքում, երբ պետությունը ճանապարհները վերանորոգում է, միլիարդներով գումարներ ծախսում, բայց նախազգուշացնող միջոցները քիչ են։ Դուք հիմա նոր ճանապարհներ գծում եք, բայց չեք գծում, որ նա ով պետք է գնա այս կամ այն հասարակական բենզալեցակայան կլինի, չգիտեմ, խանութ կլինի, ինչ կլինի, երբ որ նա պետք է գնա աչք, միանգամից այս ճանապարհի վրա է միանգամից աչ է գնում։ Դուք պետք է մի քանի 100 մետր հնարավորություն տաք, որ նա ընդհանուր մայրուղու չշեղվի։ Այդ շեղումները ես չեմ տեսնում։ Մեծ դիագնոստիկան, որը ճանապարհային ցանցի համար, որ պատրաստում ենք անել, այդ ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատումը, դա միջազգային մեծ հեղինակային ծրագիր է, այս տարի արդեն սկսել ենք կատարել, որոնք որ հենց այդ գոյություն ունեցող ռիսկերը պետք է բացահայտեն։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հեղինակած Հայաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի առաջարկվում էր վերացնել փուլային եղանակով ներդրվող քաղաքացիների տարեկան եկամուտների համընդհանուր հայտարարագրման օրենքով սահմանված պահանջը եւ դրանից բխող վարչական պատասխանատվությունը։ Հայաստանի կառավարությունը դեմ է արտահայտվել ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը։ Առաջարկվում է փուլային տարբերակով 30-ից 35%-ով գույքահարկի աճը կասեցնել մինչև 2026 թվականը։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Հայաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կասեցնել աստիճանական ներդրվող քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը, բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի, որի պարագայում
Գյուղատնտեսությունում գործող կարգավորումներն առաջարկվում է թողնել անփոփոխ։ Այսինքն, որպես փուլային ավելացման վերջին փուլ 2026 թվականի հաշվետու տարվա համար նախորդ տարվա համեմատ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկի չափը կավելանա ևս 30%-ով։ Նրա ձևակերպման ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկման նոր համակարգով 2021-ից 26 թվականների գույքահարկի բեռը նախատեսվում էր փուլային տարբերակով ավելացնել միջինում 5-ից 6 անգամ։ Հարկային այս բեռը թռիչքաձև աճում է հատկապես Երևանի կենտրոնի բնակիչների համար, այդ թվում տարեց բնակչության, որոնք ապրում են ժառանգաբար իրենց փոխանցված բնակարաններում։ Նա մտահոգություն հայտնեց, որ նվազագույն կենսաթոշակ ստացող բազմաթիվ քաղաքացիներ ստիպված են լինելու իրենց ամբողջ թոշակն ուղղել միայն պահանջվող գույքահարկը վճարելուն։ Մենք առաջարկում ենք, որ փուլային տարբերակով մինչև 2026 թվականը տարեկան մոտավորապես 30-35%-ով գույքահարկի աճը գոնե կասեցվի 2025 թվականին եւ 2026 թվականի եւս 30-33% այդ աճը տեղի չունենա, նկատի առնելով, որ առանց էնել գույքահարկը պատիկներով մարդկանց բարձրացել է եւ այս ընթացքում հատկապես խոցելի խմբերի համար միայնակ տարեցներ, թոշակառուներ եւ տարբեր սոցիալական այլ խմբեր դարձել է անտանելի գույքահարկի բեռը։ Հետևաբար մենք այս առաջարկը առնվազն գոնե այս փուլում կարծում ենք, որ օբյեկտիվ է եւ անհրաժեշտ։ Հայաստանի կառավարությունը սակայն դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը։ Գործադիրի դիրքորոշումը ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ Փոխնախարարը փաստեց 2021 թվականին հավաքագրվել է 12.7 միլիարդ դրամ գույքային հարկ, իսկ 2024 թվականին արդեն 22 միլիարդ դրամ։ Ընդ որում 24 թվականին հատկանշական է, որ մենք հավաքագրել ենք դեռևս հիմնականում 50% հարկը, որովհետև ինչպես է աշխատում, յուրաքանչյուր տարվա համար վճարում է մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը, մենք ունենում ենք նաև ուշացումներ եւ հետեւաբար այս վարկածով եթե առաջնորդվենք, նախորդ տարվա հարկն է նաև հավաքագրվել, 24 թվականին եւ այս տրամաբանությամբ մենք 50% հարկ ենք հավաքագրել, այսինքն այլ հավասար պայմաններում երկու անգամ ավելի շատ հարկ է հավաքագրվելու, երբ որ այդ ժամանակացույցը ամբողջությամբ իրացվի, այսինքն 2026 եւ հետագա թվականներին։ Ընդ որում 13.5-ը Երևանում, մոտ 8-4-ը մարզերում։ Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ կատարված եւ գործող փոփոխությունների դեռ նախաձեռնման փուլում ավելի քան 1 տարի ակտիվ քննարկումներ է ունեցել եւ ուսումնասիրություններ կատարել կադաստրի կոմիտեի հետ 1.300.000 գույքային միավորի վերաբերյալ։ Ըստ փոխնախարարի օրենսդրական փոփոխությունների նախորդած մեծածավալ այս ուսումնասիրությունները բավականին հաջողված են։ Այդ թվում 430.000 անհատական բնակելի տուն եւ շուրջ 428.000 բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող բնակարան։ Եվ բնականաբար ունեցել ենք դրույքաչափերի եւ սանդղակների տարբեր համակցություններ, բայց ազգային ժողովին առաջարկվել է այնպիսի համակցություն, որը արդարության հարկային բեռի հավասարաչափ բաշխման տեսակետից կլինի ամենից հիմնավորը եւ միաժամանակ բարձրաժեք գույքային միավորների պարագայում կառաջացնի ընդգծված պրոգրեսիվություն, որովհետև այս փոփոխության հայտարարված նպատակներից մեկն է տեսանելի հարստության կամ ունեցվածքի պրոգրեսիվ հարկումներ։ Գերատեսչության դիտարկումները ցույց են տալիս, որ նախանշված նպատակներին հասնում են։ Արման Պողոսյանը հիշեցրեց, որ շենքերի շինությունների պարագայում կադաստրային արժեքների հին գնահատումներն արվել են 2000-2002 թվականների տվյալների հիման վրա։ Հողամասերի պարագայում դրանք եղել են 1994 թվականից սկսած։ Իմիկվա շուկայական արժեքին մոտարկված արժեքները բնականաբար ոչ ոք երբևէ չի ասել, որ դրանք հենց այն նույն դրամի կամ չգիտեմ 1000 կամ նույնիսկ 1 միլիոն դրամի ճշտությամբ հենց այն արժեքներն են, որոնցով որ շուկայում գործարքներ են կատարվում, բայց վստահ կարող ենք ասել, որ հիմնական դեպքերում կարող է 1%-ի դեպքում շեղում լինել, հիմնական դեպքերում դրանք շուկայական արժեքների 80%-ի շրջակայքում գտնվող թվերն են, այսինքն 20% այսպես կոչված զեղչ է կիրառվել, որպեսզի այդ գնահատումներում տուժող լինի ոչ թե սեփականատերը, այլ համայնքը։ Նշվեց, որ մինչև հիմա Հայաստանում գույքահարկի ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել։ Մինչև այդ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փուլային տարբերակով 30-35%-ով գույքահարկի աճը մինչև 2026 թվականը կասեցնելու նախագծին դեմ արտահայտվեց։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ամբողջ թիմը պատասխանատու է վերջին պարտությունների համար, սխալները վերլուծում են։ Այս մասին հրավիրված ասուլիսում նշել է ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Նա հայտարարել է նաև, որ չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ առաջիկա պլաններում Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտացուցակով ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության անցկացմանը հասնելն է։ Չնայած երկրպագուների հրաժարականի պահանջին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հեռանալ չի պատրաստվում։ Այս մասին նա հայտարարել է ասուլիսի ընթացքում, նշելով, որ պատճառների մասին արդեն խոսել է։ Ես նոր չեմ, բայց բոլոր բացատրությունները ես հայտարարության մեջ տվել եմ, նորից եմ ասում։ Ամենասկզբում խոսքից, երբ ասացի, որ մենք խոսել ենք այդ ամենի մասին, ով ցանկանում է տեսնել եւ լսել, տեսնում է, ով չի ցանկանում, չի տեսնում։ Եվ հրաժարականի պահանջը, հրաժարականը ընդհանրապես եւ հասարակական կազմակերպության ղեկավարը դա ինստիտուցիոնալ խնդիր է։ 2019 թվականից մինչև այս պահը Մելիքբեկյանի նախագահության օրոք Հայաստանի ազգային հավաքականը կրել է 26 պարտություն, ունեցել է 13 հաղթանակ եւ 11 ոչ ոքի։ Իսկ այս պահին FIFA-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը, մինչև այդ 2018 թվականին 92-րդ հորիզոնականում էր։ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու ժամանակ Մելիքբեկյանը ներկայացնելով մինչև 2025 թվականի ծրագրերը նշել էր, կանեն հնարավոր է, որ 2022 կամ 2024 թվականներին հավաքականը խմբային փուլի եզրափակիչ դուրս գա։ Անդրադառնալով այս խոստմանը ֆեդերացիայի նախագահը նշել է. Ես Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ չեմ, ես երբևէ չեմ կարող խոսք տալ, որ Հայաստանի հավաքականը անպայմանորեն կնվաճի ուղեգիր։ Դա անկեղծ ասած հնարավոր չէ, բայց այն, որ մենք պայքարելու ենք ուղեգրի համար, դա ասել եմ։ Մելիքբեկյանի խոստացված ծրագրերից շատերը չեն իրականացել կամ իրականացել են մասնակիորեն։ Ըստ Մելիքբեկյանի դրա հիմնական պատճառն արտաքին գործոններն են՝ համավարակը եւ 44-օրյա պատերազմը։ Մելիքբեկյանը նաև անդրադարձել է ենթակառուցվածքների զարգացմանը։ Նրա պնդմամբ 2019 թվականից մինչև օրս ֆեդերացիայի ջանքերով կառուցվել եւ ակումբներին են հանձնվել տարբեր ակադեմիաներ, մարզադաշտեր։ Մի ակումբին մենք տվել ենք Աբովյան հակային ֆուտբոլային ակումբին տվել ենք Աբովյանի խաղադաշտը, մյուսի համար դաշտ են կառուցել Հրազդան քաղաքում, մյուսին օգնում ենք Վարդենիսում եւ Սևանում դաշտ կառուցել, այսինքն բոլոր մեր ակումբները, Ուրարտու ակումբի համար արհեստական խոտածածկով դաշտեր ենք օգնել կառուցել, Վան ակումբի համար Չարենցավանում հիմա ավարտվում է 100 մետրանոց դաշտ են կառուցել, այսինքն բոլոր գրեթե ակումբները հիմա Արարատի համար են անում, բոլոր ակումբները մեզանից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ինչը իհարկե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պարտավորությունների մեջ չի մտնում ենթակառուցվածքներ կառուցել եւ տալ ակումբներին։ Այլ երկրներում դա այլ կերպ է, բայց բնականաբար մենք հասկանում ենք իրավիճակը Հայաստանում եւ հասկանում ենք, որ եթե չլինեն ենթակառուցվածքներ եւ ակումբները չունենան ենթակառուցվածքներ, Հայաստանում ֆուտբոլը ել ավելի վատ վիճակում կլինի։ Ազգերի լիգայի անցումային երկու խաղերում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընդհանուր 9-1 հաշվով զիջել էր Վրաստանի ընտրանուն։ Մելիքբեկյանը կրկին անդրադարձել է հավաքականի ձախողմանը եւ նշել, բոլորը մեղավոր են այս պարտությունների համար, ամբողջ թիմը, մարզիչները, ֆուտբոլի ֆեդերացիան։ Հայաստանի հավաքականը խաղում էր առանց իրենց առաջատարների, նոր մարզիչը ժամանակ չուներ, որոշ ֆուտբոլիստներ իրենց հնարավորությունից բավական ցածր խաղացին։ Ես կարող եմ ասել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այն ինչը վատ է անում Ձեր հարցինի պատասխան նախապատրաստական process-ը բավական լավ էր կազմակերպել Վրաստանի հավաքականի խաղի, խոսքը գնում է կազմակերպչական հարցերի, ադմինիստրատիվ հարցերի եւ այլն, իսկ մնացածը զուտ ֆուտբոլային տիրույթում է, որը մինչ օրս մենք շարունակում ենք վերլուծել եւ մենք կտեսնենք դեռևս այդ պարտությունների պատճառները ապագայում ինչպես կանրադառնան, ինչպես կլինեն։ Մելիքբեկյանը նշել է նաև, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ձեռքբերումները միայն հավաքականի խաղերում չէ, որ կարող է արտահայտվել։ Մասնավորապես ֆեդերացիան պետությանը 1 միլիարդ դրամի հարկ է վճարել, ներդրումներ է կատարել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ֆուտբոլում եւ միջազգային մրցույթներին մասնակցող փախստականների հավաքականում։ Մելիքբեկյանը խոսել է նաև Հայաստանի ֆուտզալի հավաքականի գրանցած պատմական նվաճումից։ Ֆուտզալի ազգային հավաքականին անդրադառնալով ասեմ, որ 2 շաբաթ առաջ մենք բացառիկ հաջողության հասանք, նվաճեցինք Եվրոպայի առաջին եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ Հայաստանի պատմության մեջ, սպորտի պատմության մեջ դեռ չի եղել մի դեպք, երբ խաղային մարզաձևից որևէ մեկում Հայաստանը լիներ ներկայացված Եվրոպայի առաջին եզրափակիչ փուլում։ Մենք արդեն ունենք այդ նվաճումը 26 թվականի հունվարին Հայաստանը մասնակցել է Եվրոպայի ֆուտզալի առաջին եզրափակիչ մրցաշարին։
Նա նաև հայտարարել է, որ UEFA-ի գործկոմի անդամի պաշտոնում իր ամսական $20,000 աշխատավարձի մասին լուրերը կեղծ են։ Մելիք-Բեկյանի խոսքով լրագրողները չեն ուսումնասիրել UEFA-ի պաշտոնական հաշվետվությունը։ Իրականում նրա աշխատավարձը զգալիորեն ցածր կլինի։ Ի դեպ, պաշտոնական տվյալներով 2023 թվականին UEFA-ի գործկոմի անդամի աշխատավարձն իսկապես զգալիորեն ցածր է եղել՝ տարեկան $180,000, այսինքն ամսական մոտ $14,800։ Մելիք-Բեկյանի պնդմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր նպատակն այս պահին 2029 թվականին Հայաստանի եւ Վրաստանի համատեղ հայտացուցակով ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության անցկացմանը հասնելն է։ Այս հայտի վերաբերյալ որոշումը կկայացվի այս տարի, սակայն մինչև այդ դեռ անելիք կա, հաշվի առնելով ենթակառուցվածքների մեծ պակասը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին ցտեսություն։